Այսօր ժամը 13-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի 54 B շենքի մոտ, որտեղ ապրում է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սպանված հորեղբոր Սերոբ Գրիգորյանի երեխաների կնքահայրը Հարություն Խաչատրյանը, ով ավելի շատ հայտնի է Քավոր Հարութ մականունով, տանուղությամբ կրակոցներ են հնչել։ Հարություն Խաչատրյանը եւ նրա հետ այդ ժամանակ գտնված Շեկո մականունով Արտյոմ Կարապետյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվում են Գյումրիի բժշկական կենտրոն։ Կարապետյանը վիրահատության ընթացքում մահանում է։ Հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում էր, այսինքն պուլսը ժամանակ առ ժամանակ չէր շոշափվում, ճնշումը բացակայում էր, որովայնի խոռոչում հայտնաբերվել է գնդակ հրազենային, վիրահատությունից 20 րոպե մոտավորապես հետո գրանցվել է մասերդի կանգ։ Եվս մեկ հիվանդ է բերվել, նրա մոտ ավելի շատ վնասվածքաբանական, ոչ վիրաբուժական վնասումներ էին։ Ներկայումս այդ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժնում։ Փաստի արդի ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածի հատկանիշներով։ Կատարվածի մեջ դեպքից հետո շրջանառվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների անունները, մասնավորապես եղբորորդիների անունները՝ Վահիկ եւ Կոլյա Ղուկասյաններ։ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը։ Ես այս պահին չեմ կարող ձեզ ձեռք բերված ապացույցներն ասեմ, ունենք ապացույցներ տարբեր մեքենաների, որոնք դեպքի վայրում են եղել, ավելի մանրամասն կարճ ժամանակ անց ես ձեզ կտեղեկացնեմ։ Վնասվածքները հրազենային են եւ կասեք ինչ դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր դրամաչափի պարտուշներ։ Հիշեցնեմ, որ Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի հարաբերությունները լարվեցին 2008 թվականի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Մարտուն Գրիգորյանը իր տեխնացությունն առաջադրեց։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները երեկ երեկոյան Աչափնյակ վարչական շրջանում քարոզչություն իրականացնելիս բռնության են ենթարկվել։ Երիտասարդները վարչական շրջանում աշխատելիս են եղել խմբերի բաժանված։ Նրանցից 27-ամյա Ալեքսանդր Հախվերդյանին եւ իր կնոջն են մոտեցել 16-ից 17 տարեկան մի քանի երիտասարդներ եւ խորհուրդ տվել լքել այդ տարածքը։ Ինչ եք անում ստե, ինչ գործ ունեք, բան Մենք այս ինչ կուսակցությունից ենք, որ ինչ նշեցին կուսակցությունից ենք, այս մեր թաղն է, սա մեր ձայներն է, դուք իրավունք չունեք, դուք ով եք, 10, 15, 20 հոգի մարդկանցով, սկզբից 5, հետո 10, հետո 15-ը դառավ 20։ Խփեն ես միանգամից գլխիցս ալունը գնաց, այնց որ խփեց, ավելի ճիշտ մոտ 2-ից 5 վայրկյան, ասենք աշկերտից դեմը շաղված է, ոնց որ նոկաուտի մեջ են, ես դիմելու եմ, փոխհատուցումել եմ պահանջելու իմ առողջական, իմ հոգեկան ամեն պատճառած վնասի համար։ 3 ժամը 20-ի սահմաններում Ալեքսանդր Հախվերդյանը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Ուղեղի ցնցում, ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված երիտասարդի գլխին 3 կար է դրվել։ Տուժածի բուժող բժշկից նյարդավիրաբույժ Կարեն Նահապետյանից տեղեկացանք, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հիվանդի մոտ կա թեթև կանգուղայի վնասվածք, գլխուղեղի ցնցում, կատարվել է վերքի մշակում, բուժումը շարունակվում է։ Վերջույթների հետ որևէ խնդիր չկա։ Ոչ։ Ի վիճակի եք հայլել, այսինքն ծայրահեղ վիճակում չեք։ Կյանքին վտանգ չի սպառնում։ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներից 21-ամյա Մարիամ Մկրտչյանը մեծ հետ զրույցում ասաց, որ այդ պահին ինքը մոտակայքում նկատել է բարեկապահական ծառայություն իրականացնող ոստիկանական մեքենա, մոտեցել է օգնություն խնդրել, բայց ապարդյուն։ Ես եմ մոտիկացել, խնդրեցի, որ օգնեք։ Ուղղակի մարդիկ մատ բարձրացրեցին, ծիծաղելով արագ փշեցին գնացին։ Համարը հիշում եք այդ համարը։ Այո, 371 02 02։ Ինչքան հիշում եմ։ Ահա որ վիճակ էր 25 տղամարդ մի տղամարդու վրա այդ խայտարակությունը։ Մարիամն ասաց, որ իրենք զանգահարել են նաև Աչափնյակի ոստիկանություն, ովքեր րոպեներ անց հայտնվել են տեղում։ Իրանք որ լսեցին ոստիկանություն է գալի, չգիտեմ, այդ 25 հոգին մի րոպեում նենց անհետացան, որ ոչ ոք չհասկացավ ինչ կատարվեց։ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը տեղեկացրեց, որ ոստիկանության Մաշտոցի բաժնում միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ Դժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, հետաքննությունը շարունակվում է։
Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի հայդատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը չի բացառում, որ ցեղասպանության 100-ամյակին ընթരാճ Թուրքիան հնարավոր է վավերացնի հայ-թուրքական արձանագրություններից մեկը, դրանով ապտակ հասցնելով հայկական դիվանագիտությանը։ Այն մեկը, որտեղ կան որոշ խնդրահարույց հաստատումներ եւ որը Թուրքիայի համար հատուկ հարց չի բարձրացնի, ընդհանրակը Հայաստանի մտնի բավական դժվարի գասության առջև, որ քանի որ Հայաստանի իշխանությունները մինչև այսօր ասել են, եւ որ Թուրքիան վավերացնի, մենք ենք վավերացնենք։ Որպեսզի Հայաստանը խուսափի նման վտանգից, ինչպես եւ բնորոշում է դաշնակցությունը, այս կուսակցությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վերջերս առաջարկել է հետ վերցնել ստորագրությունը արձանագրություններից։ Հայաստանի նախագահը մերժել է պնդելով, որ այն Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում, հավելում է Մանոյանը։ Մանոյանը կարծում է, որ Թուրքիան սակայն առաջվանը չէ, այն ճկուն է դարձել։ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի հայդատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրենը նշեց, որ Հայաստանի համար կարեւոր է ոչ միայն ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության կողմից, այլև Հայաստանի կողմից Թուրքիային պահանջներ ներկայացնելը։ Այդ նպատակով դաշնակցությունը մի խումբ հայ եւ այլազգի մասնագետների պատվիրել է ուսումնասիրել Հայաստանի կողմից ներկայացվելիք պահանջները եւ առաջիկայում կհրապարակվի նրանց եզրակացությունը։ Այն թույլ կտա հայկական կողմին Թուրքիային ներկայացնել տարածքային ազգային ունեցվածքի, ինչպես նաեւ անհատական հատուցման հարցեր։ Իրականում կարելի է համարել ցեղասպանության ճանաչման փուլը արդեն անցած։ Եթե խոսքը վերաբերում է միջազգային համայնքի կողմից ճանաչում։ Դրա համար էլ մեր դաշնակցության մոտեցումը այն է, որ արդեն մենք պետք է բարձրացնենք մեր իրավունքների եւ ցեղասպանության հատուցման հարցը։ Երևանի գործող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը նոր նորքի երկրորդ զանգվածում այսօր երեկոյան հանդիպեց մի քանի տասնյակ բնակիչների հետ, ասաց նաև, որ եկել է իր աշխատանքի համար հաշվետու լինելու, սակայն ելույթի ընթացքում հիմնականում հնչեցին կոչեր եւ հորդորներ վստահել եւ ձայն տալ իր թիմին։ Եկել ենք հաշվետու լինելու ձեզ, մեր վերջին տարիների կատարած աշխատանքի համար եւ եկել ենք ներկայացնելու ձեզ մեր նոր ծրագրերը։ Այն ծրագրերը, որ իրականում իրատեսական են, որը հնարավոր է միասին ավելի լավ Երևան ունենալ։ Դրա համար անհրաժեշտ է վստահություն, փոխադարձ վստահություն։ Նոր նորքի երկրորդ զանգվածի բնակիչներն, ովքեր ներկա էին Մարգարյանի բակային հանդիպմանը, հիմնականում իրենց կենցաղային խնդիրներով էին մոտենում քաղաքապետի թեկնածուին, նամակներ փոխանցում ու հորդորում կարդալ այդ նամակները։ Ներկաներից մեկն էլ դժգոհություն հայտնեց, որ Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը բավականաչափ քանակով մարդիկ չեն եկել։ Թույլ տանք թեկնածուին իր ելույթի համար։ Հարմական ցավը տանը, մի հատ մեծակերով տղա է, ես մասից եմ ինքը ավանցի է, բայց կուզել որ ամբողջ համայնքները ինքը ղեկավարել։ Իսկ ինչ է արել այդպես լավ։ Ինչ արել, մի հատ մտեք ձմեռով ավան, ոցքիցն էլ այրևում, ասֆալտի վրա մաքրված է, թեկուզ սեփական տները, շատ մաքրված։ Բայց դա միայն ավանում, բա ուրիշ տեղեր է։ Այսօր, քաղաքն է անում, ինքը մենակ դժվարանում է, ես ոնց ասեմ, մասիվ չեմ, բայց հալալալի իրան, կուզեի, որ մեր մասիվ քաղաքապետ ալներ, բայց ես... Երևանաբնակ եզդիների համայնքի ներկայացուցիչներն, ովքեր ելույթ ունեցան եւ հորդորեցին քվեարկել Մարգարյանի օգտին, մեծ զրույցում որպես քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարևոր ու գլխավոր արժանիք նշում են նրա ընտանեկան կարգավիճակն ու դաստիարակությունը։ Որ ինքը լավ մարդ է, լավ ընտանիքից է եւ նրա գենետիկ կոդը, ինչպես նաեւ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի տան դաստիարակությունը միշտ իր մոտ չափավորություն, մարդասիրություն է սերմանել, որը սփռում է Երևան քաղաքում։ Հանրակացարանի մի մասն է, ուղղակի խնդրում եմ մի անգամ, մինչև ընտրությունները կարող եք ներկայանալ հանրակացարանում։ Ես հանրակացարաններում մեկ անգամ չեմ եղել, մի մոռացել, ես ապրում եմ, հա, այստեղ կողքի թաղամասում։ Չէ, հանրակացարանը միջև վերջ լսեք։ Ես գիտեմ, 22 տարի ապրում եմ հանրակացարանում, բոլորն էլ գիտեն։ Երևանում ապրող եզդիաբնակ եզդիներս սատարում են Տարոն Մարգարյանին, գնահատելով իր աշխատանքից անցյալ տարիների 4
տարիների արած աշխատանքը վստահում ենք եւ մեր մեդիա շանգալ հասարակական կազմակերպության ընդարձակ ժողովում որոշել ենք, որ Երևանը սատարել Արոն Մարգարյանի եւ հավատացած ենք, որ ժողովուրդը իմաստուն է, ճիշտ կգնահատի եւ իր քվեն կտա պարոն Արոն Մարգարյան։ Երկրորդ մասիվի բնակիչներն ասում են, որ գոհ են քաղաքապետի նախորդ տարիների աշխատանքից, բայց դժվարանում են մտաբերել, թե կոնկրետ ինչից են գոհ։ Ինչ է արել ձեզ համար։ Ամեն ինչ։ Օրինակ դուք որտեղ եք ապրում։ Մենք Մասիվում, երկրորդ Մասիվ։ Ու ինչ է արել ձեր բակում, ինչ որ բան փոխվել է։ Փոխվել են։ Ինչ։ Ես նոր եմ։ Մենք գոհ ենք։ Դե ինչ-որ մի քիչ չի էլի անել այստեղ։ Չտեսնեմ, այստեղ քաղաքը այստեղ չի։ Առաստարակ այստեղ չի, բայց քաղաքում Բայց մի քանի բան կնշենք, ասենք 1-2 կարևոր բան, որ ձեզ համար կար լավ էր ու կարևոր էր։ Ինքը ինչ-որ սկսել աշխատել, իր աշխատանքներով արդեն բավականացնում է իր անելիքը։ Բայց ինչ օրինակներ եմ ուզում ես։ Օրինակները դիմա չեմ կարելի ասել, բանը։ Չեք մտաբերում հիմա օրինակ։ Ճիշտ է դա։ Ստանենք տալի, մենակ դու ես մեր աղբեր։ Այո։ Մենակ դու։ Յոր պետք է կամ մոտ։ Արմենի մոտ կետում։ Հաճա։ Երևանի Երևանի վարչական շրջանում ավականու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ԲՀԿ-ի հանդիպման ժամանակ երևանցիների հետ զրուցելիս Նաիրա Զոհրաբյանը մի ուշագրավ հայտարարություն արեց անցած նախագահական ընտրությունների հետ կապված։ Կգահորը պարոն Ծառուկյանը ինքը կասի, թե որոնք էին իրական, շատ բարոյական, շատ մարդկային պատճառները, որ ինքը կայացրեց որոշում չառաջադրվելու։ Երևանի վարչական շրջանում մի քանի տասնյակ քաղաքացիների առջև ԲՀԿ-ականներ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը խոսեցին այն ծրագրերի մասին, որոնք պատրաստվում են իրականացնել Երևանի ավականու ընտրություններում հաղթելու դեպքում։ Եթե Բարգավաճ Հայաստանի հաջողվի այս ընտրություններում բեկում մտցնել, եթե մեզ հաջողվի կոտրել քաղաքական մենաշնորհը, հանրապետական կուսակցության, իշխանության քաղաքական մենաշնորհը, ապա մենք լրջագույն փոփոխությունների ականատես կարող ենք լինել։ Ոչ միայն Երևանում, այլև սկսելով Երևանից, մենք այդ փոփոխությունները դարձնելու ենք շարունակական։ Դուք չեք կարամ դեր արմատախիլանել։ Ձեզ հետ, մեզ հետ դուք եթե չկանգնեք մեր թիկունքին, առանց ձեզ մենք որևէ խնդիր լուծել չենք կարող։ Մենք են քաղաքական ուժի նման չենք ասում։ Ժամանակ ինչ արեցին։ Ինչի՞ չկայնեցին ու ճիշտ է։ Մի համուր ամեն ինչ որ պետք էր անելու։ Հիմա ձեր խնդիրը պետք է լինի նաև մեր աշխատասեր ժողովրդին աշխատանքով ապահովել։ Երևանյան շրջայցերի ընթացքում համոզվել ենք, որ չկա որևէ խնդիր, որը հնարավոր չլինի լուծել քաղաքական կամքի առկայության դեպքում, ասում է Զոհրաբյանը։ Եթե կա աշխատասիրություն, եթե քո նպատակը Երևանցու հարմարավետությունը եւ Երևանցու բարեկեցությունն է։ Երևանցիներին տարբեր հարցեր էին հուզում փողոցում գետնանցում կառուցելուց, կիսակառույց եկեղեցու շինարարությունը շարունակելուց, շենքերի բակերն ասֆալտապատելուց մինչև ներքաղաքական խնդիրներ։ Հավատացեք ու վստահեք ԲՀԿ-ին, հիմա մեծ հնարավորություն կա փոխելու գործող համակարգը, հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։ Բարև Երևան դաշինք նահազանգում է Երևանի ավականու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ստեղծված անհավասար մրցակցային պայմանների մասին։ Դաշինքը այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել իրենց արձանագրած խախտումները, վկայակոչելով տեղեկություններ ու տեսանյութեր իշխող կուսակցության թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզչությանը, մանկապարտեզի սաների ծնողներին ստիպողաբար տանելու, հանրապետականի նախընտրական պաստառները կրթօջախների վրա փակցնելու, հանրապետականի թեկնածուի քարոզարշավին քաղաքապետարանի ենթակա կազմակերպությունների աշխատակիցների մասնակցության քաղաքապետարանի ապրիլի 7-ի միջոցառումը գործող քաղաքապետի քարոզչությանը ծառայեցնելու մասին։ Ներկայացված ցանկում նաև վկայակոչված էին Բարև Երևան դաշինքի համակիրների երթը ուժի կիրառմամբ խոչընդոտելու, դաշինքի նախընտրական պաստառները պատռելու, քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների կողմից դաշինքի կազմակերպած հավաքի բոլոր մասնակիցներին նկարահանելու վերաբերյալ նյութեր։ Սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը բողոքը քննարկելու արդյունքում քիչ առաջ ըստ էության մերժել է այն։ Բարև Երևան դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը մեծ դրույթում հայտարարեց, որ այս իրավիճակը իրենց համար այլևս սովորական է դարձել։ Արդեն սովորական դարձած քարոզարշավ է ստանդարտ խախտումներով, ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահում,
ցուցակագրում, հետագայում կաշառք բաժանելու համար որոշ դեպքերում տարբեր թաղամասերում կամ շենքերի անջև Էսիմ ծառն է սկզբունքով քարոզարշավ մի արեք, ստեղ բոլորը հանրապետական է։ Արմեն Մարտիրոսյանը ի դեպ դատապարտեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ 3 աջափնյակ համայնքում գործադրված բռնությունը, ոստիկանությանը կոչ անելով բացահայտել բռնություն գործադրողներին։ Ինչպես հայտնի է, քարոզչություն իրականացնելիս կոնգրեսի երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներից մեկը ծեծի էր ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Բնականաբար անընդունելի են ցաներ, ցանկացած պարագայում որևէ կերպ խոչընդոտում ընտրությունների իմ համար դատապարտելի է։ Այսօր Արմեն Մարտիրոսյանը Դավթաշեն համայնքում էր, նա բարևում էր անցորդներին, մտնում սննդի օբյեկտներ, խանութներ, բաժանում բուկլետներ, հաջողություն մաղթում քաղաքացիներին եւ դուրս գալիս ճիշտ ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովանիսյանի ոճով։ Բարև Երևան դաշինքն է։ Շատ ուրախ են, շատ ուրախ։ Ապագա քաղաքապետ։ Ժառանգության քարոզարշավի մեթոդն է, մենք անընդհատ 2007 թվականից սկսած դռնեդուռ ենք իրականացնում, նաև քաղաքացիների հետ անմիջական շփման այս միջոցն ենք օգտագործում, բայց այն, որ մենք ենք կիրառում, դա բնական է կարծում, բայց որ ուրիշներն են մեր տեխնոլոգիան վերցրել, ըստ էության ինչ տեխնոլոգիա կիրառում ենք, շատ արագ կիրառում են 2007 թվականի ավտոբուս, անմիջապես ավտոբուս կիրառեցին, 2013 թվականին միկրոավտոբուսները կիրառեցին, հիմա միկրոավտոբուսներ են օգտագործում, բարևը ըստ էության Ռաֆի Հովանիսյանը որոշակի ձևով օգտագործեց, հիմա բոլորը անցել են բարևի եւ պլագիատով են զբաղվում, նույնիսկ այս առումով ինչ ասում ենք, հետո մի որոշ ժամանակ հետո ասում եմ, խնդիր չեմ տեսնում։ Այսինքն մյուս քաղաքական ուժերը ձեր քարոզարշավ մեթոդները գոհանալ չասենք, խնդիր չկա, թող օգտագործեն։ Սա ինչ որ sense հեղինակային իրավունքի վկայական հանաշի։ Միջդաշինքի ներկայացուցիչներ քայլարշավով շրջում էին համայնքում, փորձեցի դավիթաշենցիների տրամադրություններն իմանալ Երևանի ավականու գալիք ընտրությունների վերաբերյալ։ Արդեն կամաց մեր Հայաստանը ծաղկում է, լավանում է, ես ամեն կուսա, ես ոչ մի կուսակցությունն չեմ միանում, բայց գիտեմ, որ բոլորն էլ լավ են, մեկից լավ են։ Այսինքն ձեր կարծիքով Հայաստանը ծաղկում է։ Հայաստանը ծաղկում է, հա, ձեր կարծիքով։ Չէ, ժողովուրդը ծաղկում է արդեն։ Ժողովուրդը մենակ փախնում, բայց բանը ծաղկում։ Խոսնում է, չէ, վերջը։ Ամեն տարի սպասում ենք, բայց ամեն տարի էլ որ ոչ մի բարձում չկա։ Պայքարում են իրար դեմ։ Տեխնացուները իրար դեմ են պայքարում։ Հələ առայժմ տեսնենք մինչև վերջ որոշում ձայնը ստա։ Չի հետաքրքրում ձեզ։ Հետաքրքրում է, բայց ժամանակ չկա։ Մեր Արմենը չէ, ինչի՞ չէ։ Այս ընտրություններին մասնակցելու եք։ Համբույր։ Բա որ չգիտեք տեխնացուների։ Ճանաչում եք տեխնացուներին։ Այո։ Կողմնորոշված եք արդեն։ Այո։ Բայց դե գախտի է, չէ։ Արտագաղթի ուժեղ տեմպերին զուգընթաց գուցե զարմանալի է հնչում, երբ լսում ես, որ հայրենակիցներիցդ մեկը որոշել է վերադառնալ հայրենիք ու սկսել կյանքը զրոյից։ Այդ մարդիկ թերևս քիչ են, բայց եւ այնպես կան, ու նրանցից է նաեւ Գագիկ Սիսակյանը, որ 17 տարի Մոլդովայի Կիշնև քաղաքում ապրելուց հետո հավաքել է ճամպրուկն ու վերադարձել Հայաստան։ 17 տարին մի ամբողջ կյանք է, եթե արդեն երեխաները ծնվում են, մեծանում են, դպրոց են գնում, հետ վերադառնալ այդ ամեն ինչը ստեղ նորից կազմակերպելը բավականաչափ դժվար է։ Բայց եթե որոշում է կայացվում, որ հետ գալ, ուրեմն այդ հարցերը բոլորը կարգավորվում ենք ստենք են։ Եվ գնալն է դժվար եւ հետ գալը, հատկապես երբ մենակ չես, ընտանիքիդ հետ ես։ Մեզ հետ զրուցելիս պատմում էր հայրենադարձ Սիսակյանը։ Գնացել է 90-ականների սկզբներին, մութ ու ցուրտ տարիներին։ Ամեն դեպքում գնալ այն մտքով էր, որ մի քանի տարի հետո հետ վերադառնայինք, ուղղակի կյանքի պայմանները այտենց անակնկալներ են մատուցում։ Մի քանի տարիներ է դա։ Տարիներ է ձգվում։
Եվրամիությունն այսօր միլիոնավոր եվրոների ծրագրեր է իրականացնում Հայաստանում, որպեսզի խթանի ներգաղթը։ Դրսի մարդկանց Հայաստան հետ բերելու համար փորձում են, այսպես ասած, գայթակղիչ առաջարկներ անել։ Օրինակ, գումար տրամադրել բիզնես հիմնելու համար։ Ծրագրի շնորհիվ 27 շահառուներ Հայաստանի տարբեր մարզերում բիզնեսներ են հիմնել։ Գագիկ Սիսակյանն էլ նրանցից մեկն է։ Իր բիզնես ծրագիրը ընդունվել է հատուկ հանձնաժողովի կողմից եւ 4000 եվրոյի աջակցություն ստանալուց հետո կարողացել է հիմնել փոքրիկ բիզնես։ Մի փոքրիկ գրասենյակ ունի Երևանում եւ այստեղ գունավոր կնիքներ է արտադրում։ Ասում է, որ առաջինն է, որ նման բան է անում Հայաստանում։ Թանակներ է զգացում։ Քանի գույնի է։ Մինչև 5-6 գույն։ Պահանջար փաստորեն Հայաստանում կա գունավոր։ Հա, ինքը նոր տեխնոլոգիա է, բավականաչափ հետաքրքիր, մեծ ճշտություն ունի։ Թանակը իր մեջ է, առավելությունը, փչանալ չունի, մաշվել չունի, յուղային հիմքով թանակներ են, ուղղակի նյութերը չկան Հայաստանում, դրանք դրսից է բերվում։ Իդեպ այդպիսի մի գործ էլ Մոլդովայում է իրականացրել, սակայն հիմա համեմատականներ տանելով ասում է. Դրսի ծախսերը ավելի շատ են, քան թե ներսի ծախսերը, այսինքն եթե ներսում աշխատում ես ենթադրենք 1000 դրամ, դրսում պետք է աշխատես 2000 դրամ կամ 3000 դրամ, որպեսզի ինչ-որ adekvatni լինի, էլ ինքը համապատասխանի։ Այսինքն կյանքը այնտեղ թանկ ավելի, քան այստեղ։ Ոչ տեղացու համար ավելի դժվար է, ավելի թանկ է։ Իհարկե, Հայաստանում գործ սկսելը հեշտ չի, ասում է մեր զրուցակիցը։ Դժվար է շուկա մտնելը, դժվար է, սկզբնական մոմենտը շատ դժվար էր, բայց դա աստիճանաբար հարմարվում ես, կարողանում ես էլ ինչ-որ քու տեղը դրոշում էր շուկայում։ Ընդհանրապես գոհ եք, որ եկել եք Հայաստան։ Եթե հիշեք այնտեղ ոնց էիք ապրում, ինչ որ բանի հասել էիք, հաստատ 17-18 տարվա մեջ, հիմա չեք փոշմանում ձեր որոշման համար։ Չէ, չեմ փոշմանում, ընդհակառակը համարում եմ երևի 17 տարի որ դրսում չլինեի, ավելի շատ բան ստեղ կհասնեի։